Շնորհք սկանչելի, շնորհք հիանալի, անզուգական շնորհք։ Հայր այդ շնորհիվ է, որ այսօր մենք կարող ենք քու շնորհած գահին մոտենալ։ Անցյալին մեղավորներս, թադաբարդվածներս, խավարի, մեղքի, մահվան և գերեզմանի թադաբարդվածներս այսօր հավիտենական կյանքի, շնորհքի, ողորմության և սիրո արժանացուցիր Հայր մեզ։ Ուր ենք, որտեղ ենք այսօր և որտեղ պիտի լինենք քո շնորհքով Տեր, շնորհք սկանչելի։ Բայե մեզ Հայր այս շնորհքիդ մեջ, գփառավորենք, գմեծարենք, գերգրբակենք, գբաշխենք, գքովերքենք քո մեծ և սկանչելի շնորհած անունդ։ Եվ այդ շնորհքի միջոցով, որով Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությամբ, մահվամբ, թաղումով և հարությամբ և նորեն գալու հույսով մեզ կենդանացուցիր, այդ շնորհքով Տեր ոչ միայն փրկությունը ստացանք, այլ քո սերդ, ողորմությունդ և աստվածային բոլոր օրհնություններդ։ Այր քո առջև ձնգաչով կանգնած ենք այս բոլորի համար մեր սրտի շնորհակալություն հայտնելու, մեր սրտի գոհունակությունը հայտնելու։ Բայց թերևս մեր այս երկրավոր կյանքում գոյություն ունեն վիճակներ, որոնք կճնշեն մեզ և կփորձեն այս շնորհքը, այս հույսը ու հավատքը մթակնել։ Նրա համար այստեղ ենք այս առավոտ լիցքավորվելու քեզնից։ Մեր կյանքում գոյություն ունեցող հարցերն ու խնդիրները շնորհած կայիդ բերելու, կիսվելու դեր քեզ, ոչ թե դեղեկացնելու։ Հայր, շնորհքի վրա այդ ավելին կարիքն ունենք։ Հայր քեզի կհանձնվենք, փառավորյալ ես անցյալ, ներկա և ողջ հավիտենական դարերում, ամեն։ Առավոտ կանուխ հեռախոսազանգ ստացա, գսե Pastor Chuck Swindoll։ Հերացայինի մյուս կողմը դիգին մներ, ով իր կյանքի ամենադժվարագույն բահերից էր անցնում։ Իր կյանքը նավափեգոցության էր մատնվել, shipwreck, նավափեգության էր մատնվել։ Բժիշկը հավանաբար իրենց եկեղեցու անդամներից է կամ հաճախորդներ գսե բժիշկը իր առողջական քննության պատասխանը տվավ և գսե terminal leukemia ունի, այս անբուժելի քաղցկեղի հիվանդությունն է, որի պատճառով իր ամուսինը լքել ու գնացել էր իրանից։ Եվ վերջերս իր փոքրիկ զավակը գործընծուց 2.5 տարեկան հիվանդության պատճառով մահացած էր։ Եվ այսօր վրանավ իր ամենամոդիկ ընկերը նմանապես զինք լքեց և հեռացավ։ Դարաբանքների դժվարությանց ալիքմը, փոթորիկը այս կնոջ կյանքում և փորձում էին այս բոլորը այս կնոջ հոգին մթակնել։ Սև ամբեր կուտակվել էին։ Եվ այդ ամբերում մեջ են գարդես թե բայցար արևի ջարակայտները խեղդված էին այդ հույսի, այդ լուծումների և
ահավոր դժվար վիճակի մեջ էր հայտնվել։ Եվ գսե հերախոսի վրա, որ այլևս այնպիսի վիճակ եմ, որ էլ իզորու չեմ այս ցավերը գրել։ Եվ գարչ լրությունը լսելի է գսե Pastor Chuck Swindoll-ը գինը ասավ հենց հիմա գսե իմ ցերքիս մեջ revolver ունիմ, զենք։ Եվ ինչն է ինձ, որ պետք է արգելե ինքնասպան չլինեմ։ Իրական դեպք, իրական պատմություն է սա։ Կյանքից վերջ տամ ու վերջ, ես ալ վերջանամ խնդիրներիս հետ։ Եվ այսպիսով լուծած կլինեմ իմ կյանքի դարաբանքները, դժվարություններս։ Գիտեք, հույս հույսը սիրելիներ միակ բանն է, առանց որով մենք չենք կարող քոյադևել կյանքը, չենք կարող հարադևել կյանքում։ Հույս։ Բայց շատ հաճախ կյանքում հույսին գարչելու համար մեր ամբողջ ուժը, ներքին էներգիան հնագարող է սպառվի։ Անընդհատ խնդիրներ, դժվարություններ, ինչպես այս կինը եւ շատերս ունին, եւ մեզի գսեն հույսով համբեր է եղբայր, հույսով համբեր է քույրս, Աստված մեծ է, լավ կլինի, հասկանում եմ, բայց հույսին գարչիլ, հույսին բռնվել շատ հաճախ գսպարեզիս, հույսին սպասել շատ հաճախ լուծումներ չի բարգեւեր իմ խնդիրներուս։ Նամանավանդ, երբ հույսի ամենից ոխերին և վաղեմի թշնամին, ինչն է հույսի ամենավոխերին թշնամին, վաղեմի թշնամին, գասկածամտությունը, գասկածներ և պորգուքան։ Եվ այդ գասկածները գսկսին ինձ թեպի իմ անթուն թդանիլ։ Եվ շատ հաճախ երբ որ կյանքում լուրջ խնդիրների առաջ ենք, անելանելի, dead end կսեն, անելանելի վիճակի մա, ոնց կհայտնվենք, չէ, խնդիրը լուծում չունի ասիկա, վերջ, սա իմ վերջն է, սա իմ մահն է, սա իմ թաղումն է, սա իմ պատմության ավարտն է գսենք, եւ շատ հաճախ երբ որ նման վիճակի առաջ կհայտնվենք, դրամապանությունը չոքներ մեզ։ Ամեն ինչ դրամապանությամբ փորձել, հասկանալ շատ հաճախ չի կարող օգնել։ Եվ շատ հաճախ սիրելիներ, որպես հավատացյալներ, շատ հաճախ մեր հոգին, միտքը եւ դրամապանությունը գսպարվի Աստուծո նպատակները իմ կյանքում հասկանալու համար, թե ինչու համար Աստված թույլ կտա նման բաներ իմ կյանքում մուտք գործեն։ Այս քրոջ բարական այսպես էր, եւ միգուցե շատերիս բարական, այս քույրը արդայդվեց, բայց կարող է դու եւ ես չենք արդայդվում, բայց հոն է։ Ինչու համար, որն է պատճառը, ինչ նպատակ ունի Աստված, որ իմ զավակս, իմ առողջությունս, իմ ընտանիք Եվ գսկսին դրամապանորեն փորձել հասկանալ այդ բոլոր բայց չոքներ։ Նույն հիվանդանգողնի մեջն եմ, նույն քերեզմանադունը պիտի երթամ եւ դանս մեջ երբ որ կվերթարեմ դեռևս միայնակ եմ։ Այո, փորձում եմ իմ գլխիս մեջ հասկանալ եւ հնարավոր է որ գլխիս ուղեղիս մեջ կարող է ինչ որ չափով պատասխաններ ունենալ, բայց իմ սիրտս դարաբում է, ցավ գա, արցունքը չի դադարում։ Եվ ճիշտ այս բարակաների ժամանակ է, բահուն է, երբ ավելին է մեզի պետք, քան դրամապանությունը, logic. We need more than logic.
Մանավանդ երբ որ այս դժվարության ալիքների եւ փոթորիկների դակ գարդես թե գնգամիս Մեզ պետք է նման բարականերում ամուր բան, գայուն բան, շոշափելի մի բան գուզենք, որուն կարող ենք հենվել, որպեսզի չխորդակվենք ալիքների դակ։ Հիմա ոչ թե բան մգուզենք, որը լինի շոշափելի գայուն հենվելու, ոչ թե մի բան ենք ուզում, այլ մեկին ենք ուզում։ We don't need something to hold on. We need someone whom we can hold on. Եվ Եբրայեցիս նամակի հեղինակը 6-րդ գլխում նայեցեք մեզի ինչ լուծում կտա նման վիճակի համար։ Եբրայեցիս 6:17-ից ամենասիրած, ասեն, համբոջ աստվածաշունչը մեզի շատ սիրելի է, բայց գիտեք, համարներ կան, խոսքեր կան, որ գարդես ճիշտ դեղին են, ճիշտ քո պետք է։ Եվ այս համարը, այդ համարներից է ինձ համար, Եբրայեցիս 6:17-ը, նախ նայեցեք ինչ կսել, որով Աստված իր խորհրդի անփոփոխ լալը ավելի ցուցնել ուզելով խոստումին ժառանգորդներուն երթում, որբեսի երկու անփոփոխելի բաներով, որոնք գծուցնեն, թե անգարելի է, որ Աստված սուտ խոսի, անգարելի է, որ Աստված սուտ խոսի, ասի մեկ, հաստատուն մխիթարություն մենք ունենք, որ աբաստան կդանք մեր արջև տրված հույսը ամուր բռնելու, որ ունենք իբրև հաստատ ու անշարժ խարիսխ մեր անձին, որը վարակույրի ներսի գոմնալ կմտնե Հիսուս Քրիստոսի միջոցով։ Անգարելի է Աստուծո համար, որ սուտ խոսի, այս արդահայտության, այս խոսքի, այս իրականության, այս փնութակրության, այս նկարագրի, այս Աստուծո էության վրա է հիմնված մեր հույսի ամուր լինելը։ Ինչու համար մենք մարդկանց հանդեպ մեր հույսը գործունում ենք, որովհետև սուտ խոսացին, որովհետև իրենց խոստումը չբահեցին։ Խոստում դվի քեզ, խոստումս չի կարողացա բահել, կամ զգացմունքների դակ ջնշվելով քեզ խոստում մը դվի, որպեսզի քեզ օգնեմ այդ վիճակից դուրս գաս, բայց ժամանակը անցավ, խոստումս չկատարեցի եւ դիմացինը իմ հանդեպ իր հույսը, վստահությունը, հավատը գործնում է։ Անոր համար երբ որ հիմա Աստված հոս հույսի մասին մի խոսի, որպես խարիսկ, նախքան ասելու, որ ես ծեր հույսն եմ, խարիսկը ավելի հիմք մուգդա, անհնար է Աստուծո համար սուտ խոսալ, վավ, որով վրա հիմնվի մեր հույսը, քիչ հետ կվիդան տրատան, գիտեք Աստուծո համար որոշ բաներ կա, որ թեև ամենագարող Աստված է, բայց բաներ կա, որ ինքը չի կարող, մենք կարող ենք։ Որոշ բաներ մենք կարող ենք, բայց Աստված ոչ։ Ասի անոնցում է մեկին, Աստված անգարել, չի կարող Աստված սուտ խոսիլ, չի կարող Աստված մեղ գործել, չի կարող Աստված իր խոստումները լքել, չի կարող Աստված, շատ բաներ որ ասած չի կարող, բայց մենք կարող ենք այս մտքով։ Եվ գշարունակե Pastor Chuck Swindoll-ը իր հերախոսազանքի զրույցի մասին գսե, մինչ խոսեր այդ կինը ես միայն գլսեի իրան, ամբողջ ականջներս նրան տվել էի, հանգիստ խոսացի, միայն հանգիստ թույլ տվի որ խոսա, իսկ ես կսեմ միայն լսեցի նրան, ոչ մի խոստում չտվեցի նրան,
գսե միակ բանը որ փորձեցի նրան հաղորդել գսե ուզեցի նրան օգնել որ Հիսուս Քրիստոս քո հույսը է քո այս վիճակից ելքի միակ ճանապարհը դեր Հիսուս Քրիստոս մեր հույսն է եւ զրուցելիս հետ կգսե հերախոսը hang up փագեց 30 րոպե հետո 30 minutes 30 րոպե հետո գսե նորից հերախոսը զանգեց հերախոսը վերցուցի գսե եւ նույն գիններ եւ ինչ ասավ and I want to quote her մեջբերեմ իր խոսքը գսե I decided to give myself completely to Jesus Christ որոշեցի ոչ էությունս Քրիստոսին հանձնել Wow դերևս վախեր ունեմ մեջս չգիտեմ վաղը ինչ կսպասե ինձ բայց կուզեմ քեզի վստահեցնել որ իմ հույսս Հիսուսի վրա դրի որը իմ ներկա վիճակից միակ պետք է եւ ելքն է հույս Քրիստոսի վրա ոչ թե միայն Փարի այսպես մախտանք մնե, ինչ որ փափակ մնե, ոչ միայն այնպիսի բարան մնե, որուն կգարչին, բայց թույլ բարան է, ետ կարող է բոգվել, գդրվել, անչատվել։ Հույսը, որ Քրիստոս կսենք, ամուր խարիսխ մնե, խարիսխ, anchor, խարիսխ մնե, որու կգարչինք, երբ մեր գյանքի դաժանակույն բահերից ենք անցնում։ Ինչպես նավերը, օվկիանոսում, ծովում, խարիսխիմը գապված կլան, կամ խարիսմը ունենան ծովու մեջ գցելու, երբ որ փոթորիկները կսաստկանան, եւ ինչ որ է բարակամ, արդակին երևույթը փոթորիկ է, պիտի գործանվի էլ վեճ, բայց խարիսխը եթե ունիս, դու անշարժ եւ գայուն ես։ Աստուծո ժողովուրդը մեղք կգործեն, Աստուծո ժողովուրդը, սեփականի ժողովուրդը Երուսաղեմը գրաբաշխությունով գլեցնեն, Աստուծո ժողովուրդը իրենց Աստուծո ուխտը գփեգանեն, Եվ ամեն տեսակ մեղսալի վիճակներու մեջ կհայտնվին, որը մարդկային միտքը չի կարող երևակայել, մեղքերի մեջ, եւ հետեւաբար Աստված ինչ կնե, կսե ցեզ պիտի աքսորեմ, ցեզ պիտի արմադախլեմ ցեր երկրից եւ աշխարհի ուրիշ երկրներում պիտի աքսորեմ, Բաբելոն, Ասորեստան եւ այլն, եւ աքսորվեցին, Աստված գարմադախլեց եւ աքսորավայր գուղարկե իրենց։ Բայց երբ պատմություն ուշադրությամբ կսերդենք սիրելիներ, թեև Աստված իր ժողովուրդը այս սաստիկ դարաբանքի աքսորի դժվարության գմատնե Եզեկիել մարգարեության 11-րդ գլխի 16-րդ համարը չեմ գիտի ասկի առաջ ծեր ուշադրությունը գրավել է ինձ 3 գրավեց այս ուշադրությունը առաջին անգամ լինելով 3 միջ կսերդե Եզեկիել 11-16 նայեցեք ինչ կսե Եզեկիել 11-16 Աստծո խոստումը աքսորվածներին, Իսրայել ժողովրդին, որ Բաբելոն եւ Ասորեստան աքսորվեցան։ 16-րդ համարում գսե, անոր համար ըսե Աստված Եզեկիել մարգարեի միջոցով իր ժողովրդին պատկան մգուտա գսե։ Դեր Եհովան այսպես գսե։ Թեև զանոնք ազգերու մեջ ծրվեցի կամ դարի ու զանոնք երկիրներու մեջ ծրվեցի, բայց անոնց մդած երկիրներու մեջ անոնց սրբարան պիտի ըլլամ։ Վաու։
Աստված իր ժողովուրդը գաքսորե։ Բայց միջ գաքսորե անոնք դժվարության մեջ են, աքսորի մեջ են, անպաշտպան եւ այլն, Աստված Եզեկիել մարգարեն միջոցով ես անոնց հետ աքսորավայր պիտի երթամ, անոնց սրբարան պիտի ալամ իրենց աքսորավայրում։ Որտեղ որ կացած են ես հոն անոնց համար սրբարան պիտի ալամ, պաշտպան պիտի ալամ, հովանի պիտի ալամ, իրենց գողքը պիտի ալամ, ես էլ անոնց հետ պիտի աքսորավայր գնամ, չեմ լքելու անոնց։ Սա ցույց կտա սիրելիներ Այն Աստվածը, որ կպաշտենք, Աստվածաշունչի Աստծո մասին է խոսքը։ Okay, մեկ Աստված կա։ Մեկ միջնորդ կա։ Հիսուս Քրիստոս արդարն է։ Այն Աստվածը, որ կպաշտենք, սիրելիներ, այս է իր փնությունը։ Այս է իր նկարագիրը, այս է իր մոդեցումը, այս է իր շնորհած անսահմանելիությունը։ Նա գնում է այնտեղ, որտեղ որ ես դու։ Ինչ վիճակում որ հայտնվում ես, կապ չունի, ինչ վիճակում որ հայտնվում ես, Աստված կսե ես անոնց աքսորավայրում, քո աքսորավայրում, քո դժվարությունում, քո հիվանդությունում, քո հիվանդանոցում, քո դանը, քո մենակությունում, քո վիճակում ես քո համար հոն սրբարան պիտի ալամ։ Որտեղ կարող ես սկալ եւ ես որտեղ կարող է քեզ հետ հանդիպիմ եւ մենք կարող ենք հաղորդակցություն ունենալ քեզի ուժ դամ որ քո աքսովարավայրում կարողանաս դիմագայել ամեն տեսակի դժվարություններ այս է Աստուծո սիրտը եւ գապ չունի Իսրայել ժողովուրդը Աստվածային բադիժով սահմանված աքսորի գնացին եւ Աստված իրենց սրբարան պիտի ալա։ Հիմա գապ չունի, եթե Աստված է բաճում ինձ կամ քեզ եւ կամ ցանկի դժվարությունների փերմամբ է այս բելան պրոբլեմը դժվարություն ցանկի գապ չունի, Աստված մեզի հետ է որպես հույսի խարիս, որբեսի չխորդակվին, որբեսի չհոշոտվեն, անոնամար ետ կասված կսե այն երգիրները, որոնք Իսրայել ժողովուրդը քերության ժամանակ ավելի ձանձրացուցին դոզան, դժվարություն, անոնց բաճեց։ Սա ցեզի այսքան հրաման գուտամ բաճելու կամ վերապերցուցապերելու ժողովրդի, բայց դուք ավելի չարչարեցիք, հետևաբար Աստված անոնց բաճեց։ Ուրեմն Աստված ինչ որ է վիճակը, հոն է, որբեսի քեզ պաշտպանե, հույսի խարիս կլաս, որբեսի չհոշոտեն քեզ։ Դանիել մարգարեության մեջ, Եսայա մարգարեության բազմից սկսե Ետ պիտի վերադարձնեմ ցեզ սեր երգիր։ Վասնզի գսե, գիտեմ ցեզ համար իմ ծրագրերս, հույսով լեցուն աբակամը դալու ցեզ։ Քերության մեջ էին, դարաբանքի մեջ էին, երկրից բողված էին, Աստծո բադիժի մեջ էին, Աստված գսե, բայց ես գիտեմ իմ ծրագրերս քո համար, հովիկ անունը թիպ, քեզի հույսով լեցուն աբակամ ունի, աբակամը որ միայն հույս Հայաստանի նախաձեռնություն, ինչ կուզես ասել, հույսով լեցուն աբակա ունիմ քեզի համար։ Վաու։ Քրիստոս մեզի հետ է, մեր եղած վիճակում Աստված մեզ հետ է, իր հոգին մեզ հետ է, այս է այն հույսի դեսագը, որով Աստծուց մենք ստացել ենք, որը մեր հոգիների համար խարիսխն է, խարիսխ։ New York Times թերթի մեջ կգրե 1983 թվականին
Փետրվար 12 1983 փետրվար 12-ին հսկա նավը, որ ածուխ էր դեղափոխադրում, ածուխի հսկա նավ, նավի անունը Marine Electric, կարող եք website գնալ, research ունեմ, և ինչ այս հսկա նավը Marine Electric-ը ածուխները մի երկրից ուրիշ տեղ օվկիանոսում հսկա փոթորիկի կբռնվի, փոթորիկ, հիմա հսկա նավեր, այս նավերի վրա շատ եմ աշխատել Հունաստան եղած ժամանակ, շատ ամուր են, շատ աբահով են, և ամեն տեսակ գործիքներ ունեն, ամենաթաժան փոթորիկները դիմակրավելու, մանավանդ այսպիսի նավեր, այսինքն ահավոր ուժեղ են։ Մինչ այս փոթորիկը առաջացավ, երկար պատմությունը, այս նավը խորդակվեց։ Այս նավը խորդակվեց Ատլանտյան օվկիանոսում, խորդակվեց։ 31 անհատներ իրենց կյանքերը գործընծուցին, ետքը քննիչները սկսեցին քննել ինչն էր պատճառը, որով այս հսկա նավը, որ փոթորիկների համար նախատեսված էր, designed for storms, խորդակվեցավ և հայտնաբերեցին պատճառը։ Այս նավը ուներ 8 տոննա գշրող anchor, խարիսխ, այս խարիսխն է, նավերով վրա գախված կլա, այս խարիսխի գոչվի anchor։ Ուրեմն նա հայտնաբերեցին, որ այդ խարիսխը շղթան, որ նավու որոշակի գործիքների վրա կապ շատ թույլ էր և բոգվել էր։ Եվ չէին կարողացել նավարարները այդ փոթորիկի ժամանակ խարիսխը գցել օվկիանոս, որպեսզի կարողանար ամուր դեմ մտնել, մխրճվեր և բահեր այդ նավը։ Ուրեմն խարիսխը թույլ էր, բոգվել էր, փրթել էր, որու պատճառով փոթորիկին չդիմացավ, խարիսխի պատճառով։ Եկեղեցվո ամենանշանավոր հայրերից Սեն Կլեմենտ, անոնք որոնք լսած են, թուղթը և քրիչը վերցուց իր ցերքի մեջ և հետևյալ 3 բառերը գրեց։ Գրեց 3 նշաններ կամ գնիկներ կան, որոնք կխորհրդապատկերեն կամ կներկայացնեն կամ կփնութագրեն քրիստոնեությունը, որոնք են այդ 3 նշանները։ Առաջինը գսե աղավնին է, երկրորդը ձուկը և երրորդը խարիսխը։ Խաչ չի հիշատակեր։ Աղավնի, ձուկ և խարիսխ։ Եվ առաջին տարու այդ ժամանակվա ավեշատ քրիստոնյաների մեծամասնությունը այս 3 նշանները կօգտագործեին, որպես ցույց տան, որ մենք քրիստոնյա ենք։ Մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք։ Աղավնին, որպես Սուրբ Հոգվույ Հիսուս Քրիստոսի մգրտության ժամանակ եկա, Պենտեկոստեի ժամանակ աղավնին շատ բարձ է, եւ ձուկը, որ ունեն այդ ձուկը, վրան գրված շատ հաճախ տեսած եք, չէ՞, օդ մեքենաներ կամ ստիկերներ, ձուկը մեջ գրված է իխտիս։ Իխտիս կնշ հունարեն բառ է։ Հիսուս Քրիստոս Θεός Υιός Անθρωπου։ Սոտիրաս։ Հիսուս Քրիստոս Θεός Υιός Սոտիրաս, Հիսուս Քրիստոս Աստված, որդի փրկիչ։ Իխտիս, ադիկա կգրեին։ Եվ խարիսխը։ Ամենանշանավոր նշանը հայտնին խարիսխն էին օգտագործեին։ Եվ քրոներից մեկը գսե, պատմական գսե, քրիստոնեական առաջին դարերի ընթացքին ոչ թե խաչն էր ընդունված որպես քրիստոնեության ինքնություն ունեցող նշան, այլ խարիսխը։ Հիմա Սեն Կլեմենտի, Սուրբ Կլեմենտ կսեն, Կլեմենտ եկեղեցու հայրերից, իր ծառայությունը շատ ազդեցիկ էր և գսե հազարավոր մարդիկ սկսեցին հավատքի գալ։
Եվ նամանավանդ high ranking բարձր պաշտոնյաներ այդ ժամանակվա պաշտոնական մարդիկ մեծահարուստներ Քրիստոսին էին գալիս շատ ազդեցիկ խոսք ուներ Կլեմենտը եւ ավելին հռոմեացի քաղաքացիներ Roman citizens Ռոմի քաղաքացիներ ապաշխարում էին եւ Քրիստոսի էին դառնում Մինչ իր այս զարայության մեջ էր ժամանակվա գայսրը Emperor Trajan գայսրն էր այդ ժամանակվա գայսրը գլսե Կլեմենտի այս զարայությունը ազդեցությունը ինչպես հռոմեացիներ գտարնան եւ հռոմեացի գայսրը չէր ուզում որ իր քաղաքացիները Քրիստոսի ավադային ուրեմն հրաման կստորագրե որ Կլեմենտին աքսորեն ուր գաքսորեն Ukraine Crimea Ղրիմ որ գսենք հետաքրքրական է ես չեմ եղել բայց անպայման գուզեմ այցել անոնք որոնք Ուկրաինա կամ Ղրիմ եղած են Crimea եղած են Crimea-ում երկու եկեղեցիներ կան Սեն Կլեմենտի անունով մեկը Լվիվում մյուսն ալ Օդեսա երկու եկեղեցիներ կան Կլեմենտի անունով հիշադակին հիմա ուրեմն աքսորավայր կուղարկեն Կլեմենտին բայց Կլեմենտը չի դադարի իր ծառայությունը եւ Քրիստոսի մասին եւ իր հավատքը արձարծել եւ պատմելը եւ ըստ պատմապանների Կրիմեայում Ղրիմում բազում հրաշներ կգործե Կլեմենտը եւ հոնալ մի քանի հազար մարդիկ Քրիստոսի կան աքսորավայրում Trajan Emperor-ը գլսե որ Կլեմենտը որուն աքսորեր էր աքսորավայրում նորեն կշարունակի հավատքի մասին քարոզել եւ շատեր գաբաշխարեն եւ Քրիստոսի կան եւ հետեւաբար ուրիշ ավելի ծանր վճիրմա գստորակրե որով գսե Կլեմենտին ցերպակալեք նավագի մեջ դրեք այդ նավագը ձովու մեջտեղում դրեք եւ իր վզից խարիսխ նավու խարիսխ ծանր գաբեք եւ գցեք ձովը որ խարիսխն էր իր քրիստոնեական ինքնությունը Պաշտպանող իրենց նշանը խարիսխը կարոզես Քրիստոս ծեր հույսն է այն հույսի խարիսխն է ուրեմն այդ խարիսխը թող քեզ բրգե սավ խարիսխը գաբեց վզին եւ անշուշտ բնականաբար իդերն հնչեց սև ձովում եղավ այս դեպքը Black Sea բազում քրիստոնյաներ ժամանակվա իրենց մահվան վճիրը հավատքի համար խարիս կգաբեին իրենց վզին եւ ձովը կգցեին թեև այդ մեդաղյա խարիսը իրենց վզին գաբելով ձովը կգցվեին խորդակվելու մահանալու բայց իրենց հոգիները Քրիստոսի գապված էր որպես ամուր խարիս որը հավիտենական կյանքի ենթակա էր անշարժ եւ գայուն էր Նորից կարդամ այդ համարը, կարծում եմ ավելի բարձ կլինի հիմա։ Աստուծո համար անհնար է սուտ խոսիլ, որով հաստատուն մխիթարություն ունենք, որ աբաստանքը դանք մեր առջև տրված հույսը ամուր բռնելու, հույսը Հիսուսն է, որ ունենք իբրև հաստատ ու անշարժ խարիսմը մեր անձին, մեր հոգիներին, մեր էության համար։ Խարիսխ։ Խարիսխը ինչ է անում, փոթորիկների ժամանակ նավերին գայունություն է ապահովում։ Փոթորիկ եղավ, խարիսխը գցում ես, խրջվում է ինչ-որ ամուր դեղ և վերջ։ Ինչքան փոթորիկ լինի ապահով է։ Գայուն է,
անսասան է, ճիշտ նույնպես մեր հոգին, եթե Քրիստոսի վրա ամրացված է, եթե քու բարանդ հոգուտ Քրիստոսի որպես խարիսխի գապված ես, ինչքան էլ փոթորիկ լա, այդ կնոջ նման կամ քո անունը թիր, դու կմնաս գայուն փոթորիկների ժամանակ։ Երկրորդ ապահովություն կբարգևե, ոչ միայն գայունություն փոթորիկի ժամանակ, այլ նաև ապահովություն, ապահովություն։ Քրիստոսի մեջ դու ապահով ես։ Եթե Քրիստոս քո խարիսխն է, հույսի խարիսխ, եթե քո հույսը այդ Քրիստոսի վրա է։ Երրորդ, խարիսխը անդեսանելի մեր աչքերին, նավաբեդը, որ այն որ խարիսխը գնեդե օվկիանոսում է, նրանք հենց ճուրի մագերից ներքև ալ չի տեսնվի խարիսխը ուր է։ Գնում մի դե գտնի իրեն չեն տեսնում, բայց այսօր անշուշտ կամերաներ կա գարան տեսնեն, բայց առասարակ չէր անսին, անդեսանելի էր աչքերից։ Բայց այդ իր գործը անում էր մեր հավատն ասիլելներ, Քրիստոս անդեսանելի է մեզ համար, որպես մեր հույսի խարիսխը։ Երբ որ մենք նրան կապված ենք, անդեսանելի է երկնքում, ոչ թե օվկիանոսում, բայց անդեսանելի Քրիստոս մեզ համար ապահովություն եւ երաշխիք է։ Չորրորդ, երբ որ խարիսխը գնեդեն, նավավարները, պետք է իրենք վճռական եւ հարադեվողական լինեն սպասելու մեջ։ Պետք է սպասեն մինչև հարմարակույն ժամանակը եւ որ այդ խարիսխը հավաքեն եւ իրեն ճանապարհորդությունը շարունակեն մինչև ապահով ապ։ Մենք Քրիստոսի վրա ունենք այս խարիսխը, սպասելու ենք մինչև որ հրամանքը մեզ մե հրեշտակապետը փողը հնչեցնեն Աստծո հրամանով եւ Քրիստոս պիտի կա եւ մեզ իր մոտ տանի մեր աբակա փայլուն աբական շարունակելու համար, մեր ափը հասնելու համար։ Եվ վերջին Քրիստոս է մեր խարիսխը, ինքն է։ Եբրայեցոց հեղինակը ցույց կտա, որ Քրիստոս ինքը գսե մեր հույսի խարիսխը գսե Հիսուս Քրիստոս, որ վարակույրեն այն գոմ անցավ։ Ով անցավ վարակույր սրբության սրբոցի մասին նկատի ունի Հիսուս Քրիստոսը, երբ որ ավարտեց վարակույրի միսկոմ անցավ սրբության սրբոցը հոր ներկայության մեջ գնաց, ցույց տվեց արյունը սրսկելու, որ գործը կատարված է, վերադարձավ։ Ուրեմն Հիսուս Քրիստոս է մեր հույսի խարիսխը։ Այս է սիրելիներ, որով փյուրավոր քրիստոնյաներ հոժարեցան, նահատակվիլ, վնաս կրել, իրենց ունեցվածքը գողոպտվիլ, Եբրայց նամակը գսե, իրենց ստացվածքի գողոպտվիլը ուրախություն սեվեցին, փանդը, լաց, ամեն դարաբանքները Քրիստոսի համար ուրախություն, ինչու, որով իրենց հույսը անսուդն Աստուծո վրա էր, որ սուտ չի խոսիր, երբ որ գսե քեզ պիտի բան, նա կբահե, մեզի կմնա հավատարիմը լալ իրեն։ Վասնզի նա հավատարիմ է, որ մեր կարող է տնեն ավելի չփորձեմ ես, բայց երբ որ կփորձվենք, մեր ցանկություններն է, որ կփորձվենք։ Շատ բարձ է ավետարանը։ Դեր օգնեն սիրելիներ, վստահ եմ, որ շատերս այս սարավոտ այստեղ ենք։ Միգուցե ոչ այդ գնոջ նման, բայց գրագը որտեղ ընկնի, այնտեղ կվարե։ Գրագը իր ինգած դեղը կվարե։ Գապ չունի փոքր կամ մեծ է խնդիրը, խնդիր մունիս։ Եվ որպես փոթորիկ, որպես ալիքներ կփորձեն արմատախլել քո հավատքիդ հույսը։ Հիսուսին գարչինք։ Քրիստոս մեր հույսի խարիսխը։ Պիտի կամ փոթորիկներ, բայց ամուր պիտի մնանք։ Քո փառարության Աստծո փառքի համար եւ բատմություն գերդելու համար Հիսուսի անով ամեն